Բարև ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ, բարի տեսանք եղբայրներ եւ քույրեր Աստծո տան մեջ։ Ուրախ եմ եւ Աստծուն փառք եմ տալիս ամեն մեկիս համար եւ Աստծուն փառք եմ տալիս այս առիթի համար, որ առիթ ունենք Աստծո ներկայության մեջ, նրան բերելու, նրա հետ հաղորդակցվելու եւ Աստծուն տալու փառքը, պատիվը եւ մեծարանքը ինչ որ արեցինք հիմա։ Դա պատկանում է Աստծուն սելիներ եւ Աստծո խոսքն է ասում. տվեք Տիրոջը, ով ժողովուրդներ, ով ազգեր, ով ցեղեր, Տիրոջը տվեք փառքը եւ զորությունը։ Դա Աստծունն է։ Եվ Աստված հաճենում է անկեղծ սիրտը տեսնելով գալ եւ բնակվել, գալ եւ լսել, գալ եւ օրհնել, գալ եւ առաջնորդել։ Եվ այս պահն էլ Տիրոջ ձեռքերի մեջ եմ հանձնում, թող Տերը առաջնորդի իր խոսքը հասկանալու, ընդունելու, հնազանդվելու եւ ի գործ դնելու իր փառքի համար։ Սիրելիներ, ուզում եմ մասնավոր անդրադառնամ անցած ամսվա մեջ եղող անցուդարձին, ինչ որ մենք անշուշտ մեր եկեղեցիների մեջ անդրադարձանք, խոսեցինք, բայց մի փոքր ուզում եմ ամփոփում անել։ Եվ ուզում եմ անդրադառնալ այն մի հարցումին, եւ մենք ամենքս գիտեք, մեր կյանքի մեջ միշտ ունենք հարցումներ։ Եվ սա ճիշտ է, եւ սա իրական է, հարցումներ, որ երբեմն կարող է գտնենք պատասխաններ, հարցումներ, որ երբեմն այդպես էլ կշարունակեն մնալ որպես հարցումներ։ Բայց այսօր ուզում եմ մեկ հարցումի շուրջ խոսել եւ այս հարցումը գոյն է ինձ համար եւ քեզ համար շատ թե քիչ բացահայտել։ Որն է այդ հարցումը։ Քիչ հետո կիմանանք այդ հարցումը որն է, բայց ես ուզում եմ հիշել, թե մեր պատմության մեջ ինչ տեղի ունեցավ 1915 թվականին։ Հայոց ցեղասպանությունը։ Սիրելիներ, այնինչ որ տեղի ունեցավ մեր հայրերի, մեր մեծ հայրերի, մեր ավագ սերունդի հետ։ Եվ դա այսօր մենք այդ պատմության շուրջ ես եւ դու չենք կարող անտարբեր գտնվել, չենք կարող չհիշել եւ այս գաղութները օտարության մեջ հիշում են, նշում են, անդրադառնում են եւ սա մեզ համար մեծ ցավ է։ Եվ մենք գիտենք, որ 1,5 միլիոն հայ ժողովուրդ կորցրեցինք, նահատակվեց։ Մենք գիտենք, որ շատ եկեղեցիներ ուղղակի բառից բուն իմաստով քանդվեցին եւ ավիրվեցին։ Գիտեք, ես երբեմն անդրադառնում եմ եւ ընթերցում եմ պատմություն, ուղղակի հայոց պատմություն, եւ երբեմն ավելի շատ ես անդրադառնում եւ ընթերցում եմ այն մարդկանց գրությունները, ինչ որ ապրեցին այդ ժամանակահատվածի մեջ, խոսքը հայոց ցեղասպանության մասին է։ Գրքեր, պատմություններ, վկայություններ, պատգամներ, որոնց շուրջ մեկ հարց է առաջանում, երբ որ լսում ես, երբ որ անդրադառնում ես, երբ որ ունկնդրում ես, հարցը կարա լինի հետևյալը. ինչու։ Ինչու համար եղավ այս ամենը։ Եվ այս հարցումը, գիտեք, ինչու եղավ այս ամենը, նաև ունեին մեր այդ ծնողները եւ այդ սերունդը, որ անցան այս ճանապարհով եւ նրանց հետնորդները, այսօր ես եւ դու ունենք հարցում եւ հարցումը հետեւյալն է. ինչու համար եղավ այս ամենը։ Գիտեք, Զավեն անունով մեկը, որ նա գրել է ցեղասպանությունից հետո, ես առանձնացրի հետեւյալ միտքը հետեւյալն է, նա ասում է. մենք չհասկացանք, թե ինչու դա եղավ, բայց մենք չկորցրեցինք հավատը առ Աստված։ Նա այս միտքը հատուկ շեշտադրում է, կատարում այս մտքի շուրջ։ Ինչու դա եղավ։ Չհասկացանք,
այսօր էլ միգուցե չենք կարողանում պատկերացնել, բայց մենք չկորցրեցինք այդ հավատքը։ Այն ժամանակվանից մինչև այսօր շատերից կլսես հետևյալ հարցումը. ո՞րն է այդ հարցումը։ Կա մի հարց, որ ամեն մարդ իր կյանքում գոյն է մեկ անգամ գոռացել է, ճչացել է իր լռության մեջ, կամ բարձրաձայն, կամ արդյունքների մեջ։ Այդ հարցը մեկ բառ է. ինչու։ Ես խոսում եմ այսօր ինչուի շուրջ, ինչու սելիներ։ Մեր հայրերը ունեն այս հարցում ինչու։ Այսօր մեր պատմության մեջ, այսօր ես միգուցե որոշակի հարցերի շուրջ ունեմ հետևյալ հարցումը. ինչու, երբ որ հանդիպում եմ անարդարության, երբ որ հանդիպում եմ որոշակի բաներին, որոնք ինձ համար պարզաբանված չեն, եւ ես ինքնաբերաբար ասում եմ ինչու։ Գիտեք, ես հիշում եմ, երբ որ 1988 թվականին երկրաշարժը եղավ Հայաստանի մեջ։ Եվ այս ժամանակ գույն է ինձ համար աշխարհը կանգ առավ։ Գիտեք ինչպես կանգ առավ։ Ես պատանի էի, երբ որ խաղում էր, ուրախ էր, դպրոցում էր, ամեն բան լավ էր։ Հանգիստ էր, ժողովուրդը գնում են իրենց աշխատանքին, իրենց աշխատանքից վերադառնում են իրենց տուն, մանուկները իրենց մակապարտեզ, պատանիները դպրոց, երիտասարդները ուսանող եւ մեր ծնողները իրենց աշխատանքի։ Եվ հանկարծ մի պահ կանգ է առնում այս կյանքը եւ հարցում է առաջանում. ինչու։ Եվ հիշում եմ, շատ լավ եմ հիշում, որ մարդիկ հարցնում են եւ ասում հետեւյալ կերպ. եթե Աստված կա, ինչու սա եղավ։ Ես շատ մարդիկ եւ մարդկանցից եմ լսել այս միտքը. եթե Աստված կա, ինչու համար այս եղավ, որովհետև նրանք տեսնում էին մանուկներ փլատակների տակ, որովհետև նրանք տեսնում են երիտասարդական կյանքեր փլատակների տակ, ծնողներ, եղբայրներ, քույրեր եւ շարունակ։ Եվ իրենց մոտ հարցում էր առաջանում. եթե Աստված կա, ինչու սա եղավ։ Անկեղծ պետք է ասեմ, սիրելի եղբայրս եւ քույրս, իմ մտքով նույնպես այս հարցումը այս ժամանակ անցել է, ինչու համար, Տեր, բայց իմ հարցումը եթե Աստված կա չէր, այլ ես գիտեի, որ Աստված կա, այն ժամանակվանից այդ հավատքը իմ մեջ կար, բայց հարցում ունեի, հարցում Աստծուն, ինչու համար այս ամենը եղավ, եւ պատասխան էի փնտրում։ Այսօր ես եւ դուն երբեմն ունենք այս ինչու հարցումը եւ ես եւ դու փնտրում ենք ինչու դա եղավի պատասխանը։ Չգիտեմ դու գտել ես, բայց այսօր ուզում եմ պատասխանեմ այս հարցումից։ Ուզում եմ այս քու ինչուիդ այսօր որոշակի պատասխան տալ։ Միգուցե այսօր դու նույն վիճակի մեջ ես, այս ինչու վիճակի մեջ ես։ Գիտեք, Սաղմոս 13-ի մեջ հեղինակը այսպես է խոսում առաջի երկու համարների մեջ, միտքը այսպես է. մինչև երբ Տեր, ինչու չես հայտնում քու երեսդ ինձ։ Ինչու ես մեկ ուրիշ թարգմանության մեջ, ինչու ես երեսդ թաքցնում ինձանից։ Գիտեք, հեղինակը ուզում է գտնել Աստծուն իր մտքի մեջ, իր փափագների մեջ, իր ինչուների մեջ եւ ասում է. Տեր, փնտրում եմ քեզ, ինչու չեմ կարողանում գտնել քեզ։ Եվ իրական է սա, մենք մեր ինչուների մեջ շատ ժամանակ փնտրում ենք Աստծուն եւ մտածում ենք, որ Աստված իր երեսը թաքցրել է մեզանից։ Պետք է խոսեմ մի մարդու մասին,
որ այս հարցում ուներ։ Եվ որը ինքը իր կյանքի փորձառությունով գտավ այս հարցումի պատասխանը իր համար եւ նաեւ այսօր քեզ համար եւ ինձ համար։ Ինքը իր կյանքի ճանապարհով պատասխանը հայտնեց, իր ինչուի պատասխանը գտավ։ Ով է այդ մարդը։ Այդ մարդը Հոբն է։ Հոբը ըստ պատմության շատ հարուստ մարդ էր եւ մենք տեսնում ենք, որ մի ակնթարթում այս մարդը, որ մեծ կարողություն ուներ, մեծ ունեցվածք ուներ, մեկ ակնթարթում ամեն բան կորցնում է։ Նա ուներ 7 տղա եւ 3 դուստր, 3 աղջիկ։ Եվ մենք նկատում ենք, որ միաժամանակ մահանում են իր բոլոր երեխաները։ Եվ շարունակաբար մենք տեսնում ենք, որ այս մարդը այս ամենից հետո իր մարմնի վրա մեծ ցավեր է ունենում։ Եվ գիտեք, երբ որ իր կինը տեսնում է այս իրավիճակի մեջ Հոբին, գիտեք ինչ է ասում։ Հոբ 2:9-ի մեջ ասում է, կնոջ խոսքերն է արտահայտում. Անիծիր Աստծուն եւ մեռիր։ Սիրելիներ, պատկերացնում եք, որքան այս խոսքերին մենք կարող ենք ասել սարսափելի խոսքեր են։ Բայց երբ որ Հոբի կինը տեսնում էր Հոբին, նրա մտքով մի բան անցավ։ Ասում է, թե անիծիր Աստծուն եւ մեռիր։ Հոբի կինը նույն ապրումներն ուներ։ Ինչ որ կորցել էր Հոբը, նաեւ կորցել էր ով։ Այո, իր կինը։ Ինքը նույն զգացումներն ուներ։ Պատկերացնում եք, ես ուզում եմ հասկանալ մի մարդու, որ ամեն բան կորցրել է, հիմա էլ իր մարմինը անտանելի ցավերի մեջ։ Եվ ինչ է խոսում այս մարդը, ինչպես է անդրադառնում այս մարդը, որն է այս մարդու խոսքերը, եկեք հասկանանք ինչ է ասում նա։ Այս ամենից հետո Հոբ 3:11-ի մեջ ասում է հետևյալը. Ինչու համար ծնողիս արգանդումը չմեռա, որովայնից ելած չվախճանվեցա։ Հոբը սելիներ հետևյալ միտքն է ասում. լավ է, որ ես ծնված չլինեի, ես չեմ ուզում, որ ծնվեի, կամ եթե ծնվել էի, ավելի լավ է, որ մահանայի։ Սարսափելի է։ Սարսափելի է հասկանալ այս իրավիճակը այս մարդու։ Սա հավատքի բացակայություն չէ, սելիներ։ Հոբի խոսքերի մեջ հավատքի բացակայություն մեկ փնտրի, այլ ցավի աղաղակ գտեք այստեղ։ Մի մարդ, որը անտանելի ցավի մեջ է եւ ինքը ուղղակի այս ցավից աղաղակում է եւ ինքը աղաղակում է այսպես։ Սա իր արտահայտման ձևն է, ես չգիտեմ, ինձ համար եւ քեզ համար, երբ որ Աստված չանի։ Մի ճանապարհ անցնենք, որտեղ ցավը ուղղակի կխեղդի քու կոկորտդ, ուղղակի ցավը անտանելի կլինի քեզ համար, չգիտեմ ես ինչպես պետք է, որ խոսքերով պետք է անդրադառնամ այս իմ ցավին, բայց այս մարդ այս խոսքերով անդրադարձավ այս խոսքերին։ Երբ այստեղ չի ապստամբում Հոբը Աստծո դեմ, այլ արտահայտում է իր մարդկային ցավը, ինչ որ ինքը զգում էր։ Իր ինչուն կարող էր դառնալ աղոթք, ոչ բողոք։ Ուշադիր եղեք։ Իր այդ ինչուները, որ հարցում ուներ, ինչու ես ծնվեցի, կարող է վերափոխվել աղոթքի, ոչ թե ուղղակի շարունակական բողոքի։ Նա ոչ թե ասում է, ուշադիր եղեք, ինչու եմ հիվանդ, նա չի ասում ինչու եմ հիվանդ, այլ նա ասում է,
Ինչու գոյություն ունեմ, սրանք տարբեր բաներ են։ Ինչու ես գոյություն ունեմ, ինչու համար ես հիմա ապրում եմ։ Մենք երբեմն մի փոքր ցավից սկսում ենք այնքան մեծ ինչուներ շարել իրար ետևից։ Երբեմն մի փոքր խնդիրներից եւ դժվարություններից այնքան ինչուներ ենք շարում իրար ետևից։ Մի փոքր անհասկացողությունից այնքան ինչուներ ենք իրար ետևից շարում։ Ցավ այնքան մեծ էր, որ կյանքը թվում էր անիմաստ այս մարդու համար։ Բայց երբ որ շարունակում ենք հասկանալ պատմությունը եւ ինքը ուշադիր եղեք, Հոբը շարունակում է իր ինչուն փնտրելով պատասխան ստանալ։ Ինքը ունի հարցում, այդ հարցումը ինչու է եւ ինքը ուշադիր եղեք, ինչպես է գտնում իր ինչու հարցումի պատասխանը։ Փնտրտունքով։ Ինքը փնտրտունքի միջոցով փորձում է հասկանալ իր կացության պատճառը, իր ինչուի պատասխանը։ Եվ Հոբ 23:3-ի մեջ հետևյալ խոսքերն են. Օհ, եթե իմանայի, թե որտեղ գտնեմ նրան։ Ուշադիր եղեք, Հոբը փնտրում է Աստծուն։ Հարցում ունի առաջին տարբերակի մեջ ինչու, եւ ես արդեն ներկայացրի Հոբի խոսքերը, միտքը, գաղափարը։ Երկրորդ Հոբը ինչուն վերածում է փնտրտուքի եւ ասում է. օհ, ուր, որտեղ, ինչպես է հնարավոր գտնել նրան։ Ինչ էր ասում Հոբը իրականում։ Նա ասում է. ես ուզում եմ գտնել Աստծուն, ես ուզում եմ խոսել նրա հետ, ես ուզում եմ հասկանալ։ Հոբը ուզում է հասկանալ իրավիճակը, դրությունը, իր ինչուի պատասխանը։ Կարծես ցավը փոխվում է հարաբերությունների փնտրտուքի միջոցով։ Ուշադիր եղեք, ցավը այս մարդուն չի հեռացնում Աստծոց, այլ օգնում է փնտրել Աստծուն հարցի պատասխանը ստանալու համար։ Ես չգիտեմ, ինձ համար եւ քեզ համար այսպիսի ինչուների ժամանակ մենք ուղակի թողնում մեր ձեռքերը լվանում ենք եւ ասում նեղացա եկեղեցուց, նեղացա Աստծոց, նեղացա պատվելից եւ գնում մեր տուն, թե փորձում ենք հասկանալ Աստծո ներկայությունը փնտրելով մեր ինչուի պատասխանը։ Հոբը չի ասում Աստված չկա։ Նա ասում է. ես ուզում եմ գտնել նրան։ Ուշադիր եղեք, կարևոր սա արձանագրում է։ Հոբը չասեց Աստված չկա, նա ասեց ես ուզում եմ գտնել նրան։ Կարևոր երկու միտք եմ ուզում առանձնացնել եւ շարունակել Հոբի պատմությունը։ Շատ կարևոր է, խնդրում եմ ուշադիր եղեք այս երկու առանձնացված մտքին։ Առաջին, ինչուն միշտ չէ, որ անմիջապես պատասխան ունի, բայց այն կարող է բերել Աստծուն ավելի մոտ։ Ինչուի պատասխանը միգուցե ամեն անգամ չգտնենք, բայց ինչուն միշտ, եթե ճիշտ ենք Աստծո փնտրելու մեջ ենք, դա մեզ մոտեցնում է Աստծուն։ Եվ երկրորդ, Աստված միշտ չէ, որ բացահայտում է ինչուն, այսինքն Աստված միշտ չէ, որ ինչուի պատասխանը այսպես գեղեցիկ բաց սեղանով մեզ ներկայացնում է, բայց նա մեզ հետ է միշտ։ Իմացեք, նա մեզ հետ է այդ ինչուի մեջ։ Նա մեզ հետ է այդ ինչուի մեջ։ Շատ կարևոր, նա չի ասում, որտեղ գտնեմ պատասխան, Հոբին ենք վերադարձել, այլ նա ասում է, որտեղ գտնեմ Աստծուն։ Կարծես թե այս փնտրտուքը իրեն օգնել է, ոչ թե գտնել ինչուի պատասխանը, այլ փնտրել Աստծուն, գտնել Աստծուն, գիտեք ինչու։
Գիտեք ինչու ինքը մի պահ դադարեց ինչուի ետևից գնալ եւ ինքը փնտրում է Աստծուն, որովհետեւ Աստծուն գտնելու մեջ է պատասխանը։ Երբ որ կգտնենք Աստծուն, մեզ համար, մեր անձնական կյանքի համար, մեր պատմության համար, մեր անցածի, մեր ներկայի եւ մեր ապագայի համար, Աստծուն գտնել պատասխան կգտնենք սելիներ։ Ինչուն դարձել է որոնում մարդը ուզում է հանդիպել Աստծուն։ Եվ ի վերջո, ահա գալիս եմ Հոբի պատասխանին, նա գտավ պատասխանը։ Ինչպես։ Գտնելով Աստծուն, ինչպես ասեցի, Հոբ 42:5 Հոբը ասում է. ականջս լսելով լսել էր քո մասին, բայց հիմա աչքերս տեսնում են քեզ։ Ով բարձրյալ Աստված, որքան հիանալի ես դու, որքան հիանալի է քո ծրագրերդ քո զավակներիդ համար։ Հոբը հասկացավ, որ լսել էր Աստծո մասին, բայց Հոբը իր այս ճանապարհի մեջ մի կետի հասավ, որ ասում է, ով Տեր, տեսնում եմ քեզ։ Ես աղոթում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք Աստծուն, գտնենք Աստծուն, նրա բարությունը եւ ողորմությունը մեր հոգեվոր կյանքի համար։ Փնտրումը ավարտվում է հանդիպումով։ Հարցը փոխվում է պատասխանով։ Սա հանդիպումի փուլ էր, ինչուն վերածվել է ճանաչումի Հոբի համար։ Հոբը գտավ Աստծուն, Հոբը պատմության պատասխանը գտավ ինչուի այս հարցումի ոչ խոսքով, այլ իր կյանքի ճանապարհով։ Կարևոր է, շատ կարևոր է, որովհետև երբ որ ինչուն կա անմիջապես մենք պատասխան ենք փնտրում, բայց երբեմն պատասխանը գալիս է մեր կյանքի ճանապարհի ընթացքում, մեր հավատարմության, մեր նվիրվածության, մեր խոնարհության, սելնից կարծում ես, թե այսօր ձեր հոգևոր առաջնորդները հարցումներ չունեն, մտահոգություններ չունեն, անհանգստություններ չունեն։ Հիսուս ինքը հարցում ուներ ինչուի։ Հիմա կգամ։ Հիսուս ինքը հարցում ուներ ինչուի։ Հիմա կգամ։ Բայց մինչև այս մի պատմություն հիշեցի, եւ հավանաբար դուք այս պատմությունը լսել եք միգուցե շատերդ, պատմությունը հետևյալն է։ Պատմում է, որ մի մարդ սովորություն ուներ ամեն առավոտ, որը ապրում էր ծովի շատ մոտ, ամեն առավոտյան դուրս գալ ծովի ավազի վրա քայլելով, աղոթքը իր աներ, սա իր սովորությունն էր։ Եվ ամեն անգամ, երբ որ այս մարդը դուրս էր գալի եւ քայլում էր ծովի ավազների վրա, աղոթքի ժամանակ նստում էր իր ոտնահետքերը եւ նաեւ տեսնում էր կողքից ինքը մենակ էր, կողքից աղոթքի ժամանակ մեկ այլ ուրիշ ոտնահետքեր եւ դա իր համար Աստծո ոտնահետքերն են, որը քայլում էր իր կողքով ամեն ժամանակ։ Այս աղոթքի ժամանակ Տերը նրա հետ էր։ Հանկարծ մեկ օր այս մարդը մեծ խնդիրների է հանդիպում եւ այս մարդը ունի ինչուի պատասխանի հարցը։ Եվ երբ որ այս դժվարությունը իրեն խեղդում է եւ դառնում է անտանելի, սովորության պես առավոտյան նա դուրս է գալիս ավազի վրա քայլելու։ Գիտեք, այս իր աղոթքը մի փոքր տարբերվում է, որովհետև այս ցավը, այս դժվարությունը իրեն անհանգստացնում է, բայց այս աղոթքի ժամանակ հանկարծ գիտեք ինչ է նկատում այս մարդը։ Նկատում է, որ ի զարմանս իրեն
Միայն իր ոտնահետքերն են, մեկ ոտնահետքեր են ավազի վրա, երկրորդ ոտնահետքերը չկան։ Այս մարդը ասում է. «Տեր, ինչու»։ Ինչու համար, երբ որ լավ էր ամեն բան ինձ մոտ, երբ որ խնդիր չուներ, երբ որ այս դժվարությունը ինձ չէր պատե, իմ կողքս էիր։ Ինչու հիմա, երբ որ քեզ պետք ունեմ, դու չկաս, դու բացակայում ես։ Տերը պատասխանում է այս մարդուն նաև այսօր ինձ և քեզ։ Ասում է, թե սիրելիս, այդ ոտնահետքերը քոնը չեն, այդ ոտնահետքերը իմն են, դու իմ ձեռքերի մեջ ես։ Սիրելիս, Տերը դժվարության ժամանակ մեր, մտահոգության և մեր անտանելի ցավի ժամանակ, մեր պատմության այս նաև անտանելի ցավի ժամանակ և այս մարդիկ, որ ունեն այս հարցումը, ես հավատում եմ, որ մենք Տիրոջ գրքի մեջ ենք, ուր որ կար մխիթարություն, ուր որ կար Աստծո ներկայություն և նրա ամենամեծ օրհնությունը իր հավատարիմ զավակների համար։ Պատմությունը և արդար Աստված իր ժամանակին կտա այս ինչուների պատասխանը և շատ ինչուների պատասխան արդեն մենք առած ենք, բայց կան ինչուներ, որ նաև այս պատասխանը այդ ժամանակին կառնենք։ Ես խոստացել էի ձեզ, որ խոսեմ Հիսուս ասեց ինչու շատ արագ։ Հիսուս այս հարցում ուներ, երբ որ ընթերցում ենք Մատթեոս 27:46, ասում է, թե Հիսուս խաչի վրա ասեց. Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Ինչու թողեցիր ինձ։ Նա ցավ ուներ, նա տառապում էր, այդ խոսքը բառացի մեջ բերում էր Սաղմոս 22:1-ից։ Սաղմոս 22:1-ում նույն խոսքերն են. Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Առաջին հերթին սա ցույց է տալիս, որ մարգարությունը կատարվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա է, որ այս ինչուների պատասխանը պիտի տա։ Քանի որ մարգարությունը, չեմ ուզում անդրադառնալ, որովհետև երկար կլինի, խոսել են այն մասին, որ մեկը պետք է գա, որը պետք է պատասխանի ձեր ինչուների պատասխանը պետք է տա, և այդ մեկը Հիսուս Քրիստոս ինքն էր։ Հիսուս չէր բողոքում, նա ցույց է տալիս. սա Աստծո ծրագրի մի մասն է։ Հիսուս ինչպես զգաց լքվածություն, խորը ցավ, Հիսուս ինչուն ասելով ոչ թե չգիտեր ինչ է կատարվում, այլ նա ապրում էր մարդկային ցավը ամբողջովին այդ ցավը ինքը կրում էր, բայց նա ապրեց իրական լքվածության փորձ։ Խաչի վրա Հիսուս մտավ մարդու ամենախորը մենակության մեջ, ուր որ երբեմն մենք մեզ կարող ենք գտնել այնտեղ։ Նա զգաց Աստծո լռությունը, այն մեղքը, որի վրա դրված էր և որի ծանրությունը ինքը կրում էր ճիշտ այդ պահին։ Աստված լուռ էր, ուշադիր եղեք, բայց նա ներկա էր։ Այս խոսքը խաչի վրա Հիսուս վերջին խոսքերից մեկն էր։ Եվ գրեթե վերջին խոսքը հետևյալն էր. Հայր, քո ձեռքդ եմ հանձնում իմ հոգին։ Եթե նա մտածեր, որ լքված է, նա չէր ասի. Հայր, նա գիտեր, որ հայրը ներկա էր, լուռ էր, բայց ներկա էր։ Աստված լուռ է ժամանակվա մեջ, պատմության մեջ երբեմն, բայց ներկա է։
Ասված լուր է, բայց սա Աստծո վերջնական պատասխանը չէ։ Քանի որ լրությունից հետո եկավ ինչը, խաչից հետո ինչը եկավ։ Մենք այս վերջերս հիշեցինք, մինչև հիմա էլ երբեմն ողջունում ենք միմյանց ասելով Քրիստոս հայրավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այնինչ որ վերջն էր մարդու համար, այնինչ որ ամեն բան պետք է վերջանար, այնինչ որ անհնար էր, այնինչ որ ինչուներով լիքն էր, Հիսուս իր հարությունով պատասխանեց Քրիստոս հայրավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Խաչի ճանապարհին գիտեք շատերը սիրելիներ տարբեր մարդիկ եւ տարբեր անհատներ այս հարցումը ունեին ինչու Հիսուսի նկատմամբ այս հարցումը ինչու օրինակի համար ծաղկազարդի ժամանակ այս մարդիկ որը Հիսուս մուտք արեց Երուսաղեմ այս մարդիկ բոլորը աղաղակեցին իրենց հագուստները ինչ որ գտան Հիսուսի ոտքերի տակ դրեցին ասելով թե դու ես թագավորը եւ հիմա օրեր անց այս մարդիկ ասում են ինչու դու չընդունեցիր մեր աղաղակը իրենք այսպես են մտածում ինչու մենք քեզ թագավոր կոչեցինք ինչու չուզեցիր ինչու հարցում եւ հարցում Պիղատոսը կարող էր հարցում ունենալ ինչու չես դու քեզ փորձում պաշտպանել հարցում կարող էր ունենալ Աշակերտները հարցում կարող էին ունենալ ինչու խաչվեցիր ինչու գերեզմանի մեջ ես Հիսուսի մայրը հարցում կարող էր ունենալ ինչու Այսօր ես եւ դու հարցում կարող ենք ունենալ ինչու բայց սիրելիս եղբայրս քույրս ինչուն պատասխանվում է Հիսուս Քրիստոսի խաչով եւ նրա հարությունով հարությունն է այս ինչուների պատասխանը որովհետեւ նրա հարությունով ես էլ դու եւ պետք է հարություն առնենք հավիտենականություն պետք է մտնենք այն ինչ որ անհնարին էր Հիսուսով հնարավոր դարձավ այնինչ որ վերջն էր Հիսուս նոր կյանքի սկիզբ դարձրեց իր հարությունով եւ այն հարցումները ինչ որ ես ասեցի ժողովուրդը եւ բոլորը եւ աշակերտները ինչու հարցումի պատասխանը ստացան Հիսուս Քրիստոսի հարության միջոցով Տեր օրհնի քեզ եւ զորացնի քեզ քու ինչուներիդ պատասխանը եթե ունես այսօր որը քեզ մտահոգում է անհանգստացնում է որը չի թողնում գիշերները հանգիստ քուն առնես Աստծո ձեռքերի մեջ է Տերը պատասխանը կտա հանձնվիր նրան նրա հարությունը արդեն պատասխան է ուղակի փնտրիր գտիր եւ քեզ համար ունեցիր այդ բարձյալ սուրբ ու կատարյալ Աստծուն աղոթենք Շնորհակալ ենք մեր Տեր եւ մեր Աստված Հայր Որդի եւ Սուրբ Հոգի Շնորհակալ ենք այսօրվա շնորհակալ ենք այս ժամվա այս պայի համար մեր եկեղեցվո համար քու ներկայությանդ համար քու առաջնորդությանդ քու պաշտպանությանդ ով Տեր շնորհակալ ենք որ մենք եկեղեցի ունենք եւ այս եկեղեցին միջոցով ճանաչում ենք քեզ քու խոսքդ եւ քու ճշմարտությունդ որը մեզ օգնում է գտնել քեզ ունենալ քեզ մոտենալ քեզ ճանաչել քեզ բժշկվել քեզնով վերափոխվել եւ օրհնվել մեր հոգեվոր եւ ֆիզիկական կյանքի մեջ ով Տեր միգուցե այսօր իմ եղբայր քույրերս հարցում ունեն ինչու ես հարցում ունեմ ինչու բայց պատասխան ունեմ քեզանով, որովհետև իմ ինչուների մեջ ես գտա քեզ, քու կատարյալ ներկայությունդ, քու հավիտենական օրհնությունդ եւ քու հարությունդ տվեց ինձ այդ պատասխանը։ Շնորհակալ եմ Տեր, որ դու երբեմն լուր ես, բայց ներկա ես։ Եվ դու անտարբեր չես
մեր նկատմամբ, քո զավակների նկատմամբ։ Այս իսկ պատճառով քեզ փառք եմ տալիս, գոհություն եւ շնորհակալություն հայտնում, ով Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա։ Ամեն։